Շնորհակալություն, իրականում երևի հարցի շրջանակներում մի փոքր նաև անդրադարձ կատարեմ առհասարակ միջազգային դատական գործընթացների կարևորությանը այս կոնտեքստում, հատկապես գերիների իրավունքների պաշտպանության կոնտեքստում եւ առհասարակ հաջորդիվ քայլերի իրականացման կոնտեքստում նաև գործընկերներից կողմից մատնանշած մի շարք մտքերի կուզեի արձագանքել կամ նաև շարունակել իրենց միտքը, հատկապես խոսքը վերաբերվում է Բաքվում ընթացող դատավարություններին կամ այսպես ասած չակերտավոր դատավարություններին չեմ կարծում ճիշտ դրանք առասարակ դատավարություն անվանելը, որովհետև այստեղ շատ լուրջ նաև թակարդ կա ու դա վտանգավոր է առասարակ նաև մեր մտայնության մեջ դա պետք է մենք միշտ հասկանանք, որ ինչա կատարվում առասարակ իրականում, բնականաբար Ադրբեջանի համար շատ նաև կարծում ցավոք սրտի շատ ցանկալի իրավիճակ է, որովհետև այդ դատավարությունները բոլորս էլ հասկանում ենք, որ շատ ուղիղ, շատ հստակ վերահսկվում եւ կոորդինացվում, ուղղորդվում եւ նպատակ ունեն եւ նաեւ ունեն սցենար ակնհայտորեն։ Եվ այդ սցենարի տրամաբանությունը իրականացվում է հենց ներպետական տրամաբանության մեջ եւ ազատ են այս առումով իրականացնելու։ Ես ինչ եմ սա այստեղից սկսում խոսակցությունը, որովհետեւ նաև անցում եմ կատարելու հաջորդիվ արդեն նաև միջազգային պրոցեսների կամ միջազգային դատական պրոցեսների կարևորությանը, ինչով են կարևոր առհասարակ միջազգային դատական գործընթացները, ինչի են համար են կարևոր միջազգային դատարանները, այս դրա մասին շատ թերավատորեն ենք խոսում, շատ դեպքերում նաև ես հիշում եմ 20 թվականից ի վեր, 21, 22, 23, 24 ես անընդհատ տարբեր առիթներով նույնև հրապարակային խոսքի մեջ ինձ տրված հարցադրումների տրամաբանությամբ անդադարեցում էին հարցադրմանը, թե արդյոք իմաստունի առհասարակ միջազգային դատական գործընթացներն ու ձեր նշած միջանկյալ միջոցներ կիրառելու մասին կամ ժամանակային միջոցներ կիրառելու մասին որոշումները, եթե Ադրբեջանը առհասարակ որոշումը կամ չկատարել կամ ակնհայտորեն չկատարել կամ որևէ ձև չազդել իր վարքագծի վրա, հենց այս տրամաբանությունը մի քիչ եկեք փորձենք հասկանալ իրականում ինչ կարևորություն ունի դրանք, որովհետև նախ եւ առաջ միջազգային դատական գործընթացների կարևորությունը առանցքային է այստեղ, որովհետև երբ որ դու միջազգային դատական գործընթացները հանում ես կոպիտ ասած ամբողջ հավասարման մեջից, այսինքն հանում ես ընդհանուր ամբողջ պատկերի մեջից, մնում Բաքվի դատավարությունները ակնհայտ է Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումը շատ կարծում եմ այդքան լավ է դեպքով, որովհետև առհասարակ նաև ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդու իրավունքների կոպտակում խախտումները, պատերազմական հանցագործությունները, բարբերական խախտումները մարդու իրավունքների ու դրանք պարզ է, որ միակողմանի չեն եղել։ Պարզ է, ասենք կրինեն, որ պատերազմական իրավիճակներում հնարավոր են նաև երկկողմանի խախտումներ, բայց այստեղ խոսքը նաև միջազգային դատական գործընթացների իմաստն է հենց այս կոպիտ ասած հնարավորությունը, հավասար հնարավորությունը պատմությունը ճիշտ ձևակերպելու կամ ճիշտ գրելու մասին է։ Իսկ հակառակ պարագայում դրանից դու զրկվում ես ցավոք սրտի միջազգային դատական գործընթացներում այս առումով ես ուզում եմ իհարկե որ միջազգային դատական գործընթացները կշարունակվեն, կլինեն շարունակական, որովհետև սրանք շատ կարևոր են համատանգային երաշխիքներում պարունակում իրենց մեջ, առաջին հերթին նաև պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Եվ նաև մի sense գաղափար է կար, որ կամ քննարկվում է անընդհատ կամ ժամանակ առ ժամանակ գալիս է նաև հրապարակային դաշտն առնով որ արդյոք իրավական գործընթացները սկսելով կամ իրավական գործընթացները անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված նախաձեռներով մենք այսպես ասած չենք դնում ռիսկի տակ այդ անձանց ճակատագիրը Բաքվում գտնվելու ժամանակվա ընթացքում, այսինքն կոպիտ ասելով, եթե դու իրավունքների պաշտպանության համար քայլ ձեռնարկես, ապա դա նեգատիվ կանոնադրման պայմանների վրա օրինակ, բայց կարծում սա աբսուրդային է, սա եւս թակարդային տրամաբանություն է մտածելու, դա շատ վտանգավոր է այդպես մտածելը, որովհետեւ դա տանում ավելի շատ այս անվերջ պատուկի մեջ ակցելու քեզ եւ շատ այսպես եմ ասում, ինչքան էլ որ Ադրբեջանը որպես երկիր չունենա տենց այսպես ասած ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, որը մենք ուզեինք, բայց մենք պետք է միևնույն ժամանակ հասկանանք, որ այդ վերաբերմունքը այդպես է հիմա։ Դժվար է ասենք, դժվար է ակնկալել նաև միջև այդ որոշումների կայացումը, որ վերաբերմունքը այլ կլիներ։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է այդպես նաիվ լինենք, ընկալենք, որ ասենք այն որոշումը կայացրեց, միանգամից տենց օրերի ընթացքում կամ ամիսների ընթացքում տենց
մի հատ հրաշքով փոխվելու է այդ ամբողջ պատկերը եւ ամբողջությամբ կատարվել չէ ցավոք սրտի իրականությունն է որ այդպես ցավոք սրտի չի լինի բայց արդյոք դա նշանակում է որ առասարական իմաստեն ոչ կարծում եմ նաեւ նույնիսկ նմանատիպ բովանդակություն ունեցող երկրների համար միջազգային դատական process-ները ունեն հստակ ազդեցություն իրանք վստահաբար ազդում են պետության վարքագծի վրա վստահաբար ազդում են սահմանափակման պետության գործողության շրջանակները վստահաբար ստեղծում են դերացուցիչ կապանքներ քաղաքական առումով ռեպուտացիոն առումով շատ այլ առումներ որոնք կարծում կարևոր են առհասարակ երկարաժամկետ կտրվածքով եւ այս առումով էլ բնականաբար նաեւ կարևոր է որ ձեր հարցին պատասխանելով որ միջազգային դատարանների կայացրած որոշումների հետամուտ լինելու process-ը անընդհատ է, որովհետև դրանք որոշումը որ կայացվեց, դա մի քայլ էր, բայց որոշման կայացումից հետո արդեն ինքը ենթադրում է նաև դրա շարունակությունը կամ պատմության շարունակությունը, այսպես ասեմ, որովհետև որոշումը իր կյանքն ունի նաև դրա կայացումից հետո, որովհետև դա ազդում է քաղաքական գործընթացների վրա, դա ազդում է որոշումներ կայացնողների վրա, նաև հայկական կողմը մշտապես նաև գործընկերների հետ պետք է լոբինգ անի այդ որոշումների իրականացումը։ Այո, կարծում եմ, ես կարծում եմ, այո, որովհետև այդ որոշումները, այդ իրավունքների պաշտպանության որոշումները շատ կարևոր են, որտեղ այդ իրավունքների պաշտպանության վերաբերյալ շարունակություն է, որովհետև մենք ունենք առնվազն ունենք եվրոպական դատարանի որոշումներ, ունենք առանձին միջազգային կիրառումով, բացի եվրոպական դատարանից մենք նաև ունենք արդարադատության միջազգային դատարանի ժամանակային միջոցների կիրառող մի քանի որոշում առնվազն եւ առաջին որոշումը իրականում 21 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հենց վերաբերվում է նաեւ պահպանված իրավունքների պաշտպանությանը ու առասարակ այս որոշման կարևորությունը ինչով է նաեւ ամրապնդվում եւ ընդգծվում այն հանգամանքով որ արդարադատության միջազգային դատարանում քննվող գործը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի տրամաբանության վրա որի տրամաբանությունը այդ խտրական վերաբերմունքի առասարակ բացառում, որը հենց առանցքն է այս ամբողջ պատմության։ Այսինքն այն հակահայկական մթնոլորտը, որ կա եւ դրա տրամաբանությունը հեսա։ Երևի ես էլ ձեր հարցը պատասխանա։ Շատ լավ, պարոն Կիրակոսյան, իհարկե շատ լավ է, որ դուք հույս ունեք, որ միջազգային ատյաններում գործերը կշարունակվեն, բայց նաեւ ձեր հրաժարական պաշտոնից խոսում է նրա մասին, որ այդ հույսերը, չգիտեմ, դրանց վերաբերյալ մտավախություններ կան, հատկապես որ կա նաև քաղաքական իշխանության հայտարարությունը, որ խաղաղություն կնքելուն զուգահեռ կամ դրանից անմիջապես հետո կողմերը պետք է հետ կանչեն միջպետական հայցերը, պետությունների կողմից ներկայացրած հայցերը միջազգային դատարաններում։ Ըստ այդմ նաև մենք տեսնում ենք ընթացած ձևակերպումների եւ բառամթերքի փոփոխություն, ինչպես նշեց Տիկին Մելիքյանը, որ եթե առաջ խոսում էին գերիների մասին պետական մակարդակով, հիմա ասում են անազատության մեջ պահվող անձանց։ Պարզ է, որ նկատի ունեն գերիներին, բայց այս շեշտադրումների փափկեցումը, չգիտեմ, ինչի մասին է դա խոսում եւ երկրորդը այս պետության մոտեցումը այն է, որ իրավապաշտպանները ասում են ակնհայտորեն, որ գիտեք, գերիների հետ կապված հարցերը լուծել պետք է խաղաղություն, այսպես ասած, իսկ պետությունն ասում է, չէ, խաղաղությունն է կարևորը, խաղաղությունից հետո ավելի կհեշտանա նրանց վերադարձի խնդիրը լուծել։ Ձեր կարծիքով որն է ավելի առաջնային, հումանիտար հարցերը լուծել, հետո անցնել խաղաղության պայմանագիր կնքելուն, թե խաղաղության պայմանագիրի կնքումը իսկապես կարող է հեշտացնել այդ հումանիտար խնդիրների, իրավական խնդիրների, գերիների վերադարձի հարցի լուծումը, թե կարող է ընդհանրապես մոռացնալ տալ նաև այդ խնդիրը։ Դժվարանում պատասխանել, երևի մի փոքր փորձել մեկնաբանել, որքանով նաև որ ես պատկերացնում եմ, նաև իմ մնալով մասնագիտական գնահատականների դիրքում, իրականում իմ ընկալմամբ, իմ մասնական և մասնագիտական ընկալմամբ առհասարակ խաղաղությունը առաջին հերթին նաև ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Ես այդպես եմ պատկերացնում առհասարակ խաղաղության տրամաբանությունը, հատկապես գերեվարված անձանց վերադարձի մասով, ինչու են Ժնևյան կոնվենցիաները նախատեսում, որ գերիների անհապաղ վերադարձի պարտավորություն կա նաև հակամարտող կողմերի միջև, հենց ամբողջ փիլիսոփայությունը դրա մեջ է դրած, որ երբ որ դու դադարում ես ռազմական գործողությունները, դադարեցնում ես ռազմական գործողությունները, պարտավոր ես առավել վերադարձնել քո մոտ պահվող անձանց։ Ու դա հենց այդ խաղաղության կոմպոնենտներից կարևոր կոմպոնենտներից մեկն կարծում եմ եւ ես կարծում եմ նաեւ որ վերադառնալով իմ նախկին մտքին դրա մասին շատ եմ ասել, բայց երբ անընդհատ պետք է դրա մասին խոսել, որ իրավական process-ները ինքնին խաղաղության կարևոր նաեւ էլի, այսպես ասեմ, անկյունակար են, աղյուս են, գիտեմ, հիմք են,
դրա պատկերի կտորներից մեկն է իրավական process-ները, որովհետև դա է նաև երաշխիք տալիս, որպեսզի հատկապես բարդ եւ խորը պատմական հիմքեր ունեցող կոնֆլիկտի դեպքում, երբ որ դու ունես նաև փաստական առումով վեճեր, նաև ունես, չգիտեմ, տարբեր պատմական առումով որոշակի անհամաձայնություններ, դատական process-ի նաև կարևորագույն իմաստներն կայանում են հենց այդ փաստական հանգամանքներ ապացուցման process-ի, այսպես ասած, շատ հստակ գրված իրավաբանորեն կանոնակարգված ընթացակարգային գործընթացի միջոցով ապացուցել, որովհետև հիմա մի բան պարզ է, որ նաև այսօրվա աշխարհում դա չպետք է մոռանանք, որ նման կոնֆլիկտների բարակայում, երբ որ դες բարդ խորքային կոնֆլիկտներ ունենք ու երկար ժամանակ ընթացող, նաև գրում է այսպես կոչված նարատիվների կռիվ այդ մակարդակներում, այսինքն յուրաքանչյուր կողմ այս կոնֆլիկտային հատկապես նաև այն կողմերը, որոնք որ լինում են, չգիտեմ, ոչ այդքան դեմոկրատական ռեժիմներ, իրենք ավելի ագրեսիվ են նարատիվային կռիվների մեջ, այդ նարատիվային կռիվները ոչ այդքան դեմոկրատական ռեժիմներ ասած, այդ նարատիվային կռիվները ինչի իմաստ ունեն, իմաստ ունեն իրենց ճակատավոր ճշմարտությունը սարքել գերիշխող եւ գերակայող եւ դրամաբանական իրենց վրայից որևէ մեղադրանքը հեռացնելու նպատակ ունի, առասարակ իրենց դեպուտացիոն դեմիջը կառավարելու նպատակ ունի եւ այլն։ Բայց այս առումով էլ եթե միջազգային ուսումնքին ենք վերադառնում, եթե մենք մտածում ենք միջազգային ուսումնքի իմաստի մասին, այն միջազգային ուսումնքի ամբողջ նորմատիվ համակարգի պահպանման իմաստը, եթե դու մտածում ես խաղաղությունն է։ Այսինքն նաև նույն ռասայական խտրականության իմիջիայլոց կոնվենցիայի պրեամբուլարն ասում, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիայի պրեամբուլը ունի հատուկ առանձին պարագրաֆ, որը հստակ է շատ ձևակերպում, որ ասում է, որ այս բանի ռասայական խտրականության կանխարգելումը հենց պատերազմի կանխարգելումը ենթադրում, կամ խաղաղության հաստատումը ենթադրում, որովհետև պարզ է, երբ որ մի կողմը քարոզում է ապելություն կոնկրետ էթնոսի կամ խմբի նկատմամբ, ակնհայտ է, որ դա խաղաղության խորքում խաղաղության մասին չի խոսում։